Բարև ձեզ, սիրելի կանայք։ Այսօր կշարունակեմ խոսել ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին։ Բռնության տարբեր դրսևորումները, թաքցնող հայկական ընտանիքի արմատացած մոդելը, բռնությունից զերծ, փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ, համերաշխ ու երջանիկ ընտանիքի մոդելով փոխարինելու համար առաջին անհրաժեշտ քայլը ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։ Ինչ է սա նշանակում։ Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է ամրագրել մեկ առանձին հոդված, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի ընտանիքի ներսում բռնության բոլոր դրսևորումների համար, կամ քրեական օրենսգրքի տարբեր գլուխներում շարադրել առանձին հոդվածներ, որոնք պատասխանատվություն կնախատեսեն ընտանիքի ներսում բռնության կոնկրետ դրսևորումների համար՝ ծեծ, հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, մարմնական վնասվածքներ, սեռական բռնություն եւ այլն։ Ինչու հենց այս ձևաչափը։ Պատճառն այն է, որ քրեական օրենսգրքի առաջարկվող հոդվածը կամ հոդվածները ավելի խիստ քրեական պատասխանատվություն կսահմանեն ընտանիքի ներսում կատարվող բռնության բոլոր տեսակների համար։ Հայաստանի Հանրապետությունը բռնությունը որպես ընտանեկան հարաբերությունների անկյունակար ոչնչացնելու համար պետք է ունենա հստակ, իրատեսական, գործուն եւ տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ։ Այս նպատակով նախաձեռնել եմ Հայաստանից եւ Սփյուռքից ներգրավված անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների եւ նախկինում այս նույն նպատակին հասնելու համար ջանքեր գործադրած կին պատգամավորների հետ քննարկումներ, գործող օրենսդրության բացերի, իրավակիրառ խնդիրների ու արկա մարտահրավերների վերաբերյալ։ Կարծում եմ առաջ ենք շարժվելու հետեւյալ փուլերով։ Փուլ առաջին. ամբողջական եւ արդյունավետ օրենսդրական կարգավորումների մշակում, որոնք կներկայացվեն ազգային ժողովի քննարկմանը։ Խոսքը, ինչպես նշեցի, քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն ամրագրելու մասին է։ Պատրաստվում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների կին պատգամավորներին նույնպես առաջարկել այս փուլում միանալ աշխատանքներին, ձգտելով, որ օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում ընդունվի միաձայն։ Փուլ երկրորդ. ազգային ժողովի կողմից ընդունվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո լայն հանրային իրազեկման արշավ, իրավասու մարմինների աշխատակիցների վերապատրաստում եւ օրենքի արդյունավետ կիրառում։ Այս ընթացքում զուգահեռաբար հեղինակավոր փորձագետներից կազմված խումբը նախապատրաստում է համազգային հետազոտություն Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ վստահելի եւ հնարավորինս ամբողջական տվյալներ հավաքագրելու նպատակով։ Նախատեսում եմ ինտենսիվ հաճախականությամբ ձեզ իրազեկել այս խնդրի լուծման ուղղությամբ կատարվող քայլերի հաջորդականության եւ դրանց արդյունքների մասին։ Շնորհակալություն։